Տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ընտրություններին ընդառաջ Հայաստանը օգնություն է խնդրել Եվրամիությանը հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի փոխանցմամբ խոսքը նույնպիսի օգնության մասին է, ինչպիսին իրենք ցուցաբերել են Մոլդովային։ Հայաստանի ներսում արդեն գնահատականներ կան, որ ուշացած է Հայաստանի խնդրանքը, Հայաստանը պետք է ավելի վաղ դիմեր, որպեսզի ավելի արդյունավետ լիներ պայքարը, մասնավորապես Ռուսաստանից եկող հիբրիդային ապատեղեկատվության դեմ, հիբրիդային պատերազմի եւ ապատեղեկատվության դեմ, դուք ինքնին օգնության խնդրանքը եւ նաեւ օգնության պատրաստակամությունը ինչպես կգնահատեք։ Սիրով, շնորհակալություն հարցի համար, շատ կարեւոր եւ հետաքրքիր եւ բազմաշերտ հարց է, թույլ տվեք նկատել, որովհետեւ նախ եվրոպացիները նման մեծ փորձառություն չունեն, անկեղծ եթե նայենք Ռուսաստանի վարած հիբրիդային հատկապես այդ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաներում էլի, իրենք դրա զոհն են։ Իրենք հիմա այն ինչ մենք տեսնում ենք մեր մաշկի վրա, ինչ տեղեր ունենում երկար տարիներ հայ հանրության հետ, որ կատարում են այդ ռուսական, չգիտեմ, այդ հատուկ ծառայություններն են անում, ովքեր անում այդ հիբրիդային պատերազմը, ըստ երևույթին հատուկ ծառայությունները։ Այն ինչ մենք տեսնում ենք եւ զգում ենք մեր մաշկի վրա, եվրոպացիների համար դա անհասկանալի է եւ բան, իրենք կոպիտ ասած դա իրենք են դրա զոհը։ Ես հիշում եմ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակ հենց վերջի նախագահը, որ բանանից Մակրոնը, երբ որ արկել է ռուսական որոշ լրատվամիջոցները եւ ասեց, որ դրանք լրատվամիջոցներ չեն, դրանք զանգվածային քարոշա մեքենաներ են։ Այսինքն իրենք այդ ժամանակ առաջին անգամ բախվեցին այդ դառը իրականությանը, երբ որ տեսան, որ ինչ որ մի լրատվականներ էական ազդեցություն են ունենում քարոշչական, այդ տեղեկատվական այդ բանի մեջ, այդ թոհբոյի մեջ եւ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն են ունենում, դա անթույլատրելի է։ Դա դեմոկրատական համակարգերի համար այդ խոցելի տեղն է ավելի ճիշտ, որից կարողանում է մեծ արդյունավետությամբ օգտվել Ռուսաստանը։ Եվ ես այստեղ թույլ տվեք նկատենք, մենք ավելի մեծ փորձառություն ունենք այդ տեխնոլոգիաները հասկանալու, որտեղ մեր մաշկի վրա զգացել ենք, դրանք մասնավոր փոքր դեպքերում հաջող կամ անհաջող չեզոքացնելու, քան թե Եվրոպան նոր է հասկանում այդ ինչ երևույթ է, եւ ինքը նոր պետք է դրա դեմ ինչ որ ռազմավարություն մշակի։ Բայց Մոլդովայի օրինակը կոնկրետ ասում են հաջողված է, Մոլդովայի օրինակը կան օգնությունը արդյունավետ եղավ Մոլդովայի պարագայում։ Նախ մենք չգիտենք Եվրոպան ինչ ծավալի օգնություն եւ կոնկրետ ինչ մասնագիտական, խորհրդատվական, ֆինանսական ինչ աջակցություն է ուղղել մոլդովացիներին, միգուցե մոլդովացիներն են կարողացել հաղթահարել դա, ասենք օրինակ Սպուտնիկ բանը կամ ասենք ռուսական ինչ-որ մի բան լրատվամիջոց անջատելով, ինչպես մեր մոտ երկար ժամանակ պայքար էր գնում, հիշում եք, որ ասում են այդ Կիսիլովին անջատեք, չէին անջատում։ Դա հենց այդ հիբրիդային պատերազմի ամենագործուն բաներից մեկն է, երբ որ այդ մարդը ուղի եթերից ելնում էր ամբողջ թե ինքն էլ բանա չէ, Պուտինի խոսնակն է, ինքնագլուխ չի կամ խոսը եւ ստորացնում էին հայ հանրությանը, ծաղրում էին մեզ, ձեռք էին առնում, վիրավորանք ոչ միայն հայերին եւ հայությանը, այլ Հայաստանը, մեր շահերը, մեր ամեն ինչը, մեր արժեքները մի խոսքով Ինչքան ժամանակ տևեց չէ, մենք դա հասկանում ենք, չէ, որ դա հիբրիդային պատերազմ է։ Հիմա եվրոպացիք նոր են անդրադառնում եւ ես չգիտեմ ինչ օգնության մասին է խոսքը։ 12 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն են։ Տեսնենք դա ինչ գործուն ազդեցություն կունենա ընտրությունների վրա, ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, մենք դա կտեսնենք եւ կհասկանանք, հա։ Դա նման խնդրանք էր, խնդրանքը իսկապես այդպես է, ինչպես մեզ փորձում են ներկայացնել եւ արդյոք նրանց աջակցությունը արդյունավետ եղավ։ Այսինքն Հայաստանի խնդրանքը այս պահին դուք չեք համարում 100%-անոց ճշմարտություն կամ փաստ արձանագրված։ Բնականաբար, մեկ անգամ չէ, որ մենք տեսել ենք, նրանք այլ բան են խոսում, փակ դռների հետևում, մեզ այլ բան են ներկայացնում, հետո անցնում են ժամանակներ, մենք իմանում ենք իրականությունը։ Ես կարծում եմ, որ նաև միգուցե այլ կան տեսակետներ կամ փորձագետներ, հա, եւ տեսակետներ են հայտնում, որ գնացել է Եվրոպայից խնդրել ոչ թե հիբրիդային պատերազմի դեմ օգնություն, այլ որ աչք փակեն առաջիկա ընտրություններում տեղ ունենալիք բաների վրա, ասենք Նիկոլենք պատրաստվում են ընտրությունների ժամանակ զանգվածային ինչ-որ խախտումներ կատարել
թե ինչ բնույթի դա կկրի, դա էլի ժամանակը ցույց կտա եւ նրանք գնացել էին եվրոպացիների հետ բանանելու, այդ ճշտելու, որ եթե նման բան լինի, ինչպես կարձագանքի Եվրոպան։ Հա, նման տեսակետ նույնպես կա, այնպես որ հիմա ճիշտ ժամանակը չի էլի ասելու, թե նրանք ինչ խնդրանքով են գնացել դիմելու Եվրոպային։ Բայց չասել, որ Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները հասկանում են այդ վտանգները։ Դուք չեք ասի այդպիսի բաներ։ Իրենք ոչ միայն հասկանում են, դրանք իրենց մաշկի վրա իրենք են զգացել, իրենք մասնակից են դարձել այդ բաներին, այդ պատերազմին, հիբրիդային պատերազմին, որը կատարվում է հայ ժողովրդի դեմ, իրենք շատ լավ գիտեն ինչի մասին է խոսքը։ Գիտակցումը կա այդ դեպքում։ Պարոն Սահակյան, Հայաստանի եւ Գերմանիայի միջև ստորագրվեց երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը, որի համաձայն կողմերը համագործակցելու են բազմաթիվ ոլորտներում, քաղաքական, դիվանագիտականից մինչև անվտանգային, առևտրային, պաշտպանության ոլորտ, գիտություն, տեխնոլոգիաներ, նորարարություն, մշակույթ։ Ինչպես կանվանեք այս համագործակցությունը, այս համաձայնությունը, իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակները սա պատմական են համարում։ Բնականաբար, ես այն կանվանեմ հերթական, ես շատ սովորական։ 1991 թվականից մինչ օրս Հայաստանը շարունակաբար նման տես բարձրագոչ բանը հայտարարություններ անում, որ ահա մենք Եվրոպայի ստրատեգիական համագործակցություն ենք անում մեր բաները անվտանգության, դիվանագիտության, տնտեսության, գիտության, բան չգիտեմ, ամեն ինչի հետ կապված է, ինչ որ թղթեր, մենք որ նայենք ինչքան թուղթ ենք ստորագրել Եվրոպայի հետ, այդքան թղթեր որ վաճառենք, Հայաստանի տնտեսությունը ագին բան կանենք առաջ կտանենք, էլի լուրջ ներդրում կլինի մեր տնտեսության մեջ։ Բայց ես չեմ տեսնում այդ թղթերը ստորագրելուց հետո միլիարդավոր դոլարների կամ եվրոների ներհոսք մեր տնտեսության մեջ եւ ես չեմ տեսնում նոր տեխնոլոգիաների ներդրում մեր տնտեսության, գիտության, կրթության, ռազմական ոլորտում չեմ տեսնում։ Մենք ոչ մեկը չենք տեսնում։ Իսկ դուք ինչ եք կարծում, որն է բացատրությունը։ Ես կարծում եմ, որ եվրոպական կողմը անընդհատ պարբերաբար իր համաձայնությունը տալիս է, հայկական կողմը նրանք ուղղակի բավարարում են այդ ստորագրելով, գալ մեր ժողովրդին ցույց տան ընտրություններից առաջ է, որ տեսեք, ահա մենք Եվրոպայի հետ լավ ենք, բան ու վերջ։ Այ ինչու պետք է Հայաստանի իշխանությունը շահագրգռված չլինի այդ փաստաթղթերը գործնական արդյունքի վերածելու հարցում։ Որովհետև եթե այդպես լինի, հետո հաջորդ ընտրություններում ինչ են վաճառել մեր հանրությանը։ Ասենք Ռուսաստանին միանալը, Չինաստանին միանալը, ինչ որ մի բան պիտի վաճառեն նրանք ընտրողներին, չէ՞։ Անընդհատ վերարտադրվել էլ չեն կարող, չէ՞, պարոն Սահակյան։ Ինչու՞ է մեծ հաջողությամբ ստացվում է։ Եվրոպական խաղակարտը մեծ հաջողությամբ Սերժ Սարգսյանից մինչև օրս շատ լավ աշխատում է։ Հիշեք Եվրոասոցիացումը։ Մեկ էլ այսինքն հոպ հայտնվեցին ԵԱՏՄ-ում, չէ՞, Սերժի թեթև ձեռքով։ Իսկ մենք այդ Եվրոասոցիացման այդ բանը ամբողջ պետական ապարատը, մեր ամբողջ բանը, տնտեսությունը, բանը ամեն ինչը մի 3-4 տարի աշխատում էին Եվրոասոցիացման այդ համակարգը, այդ համաձայնությունը ստորագրելու համար։ Ստորագրեցին, բայց մենք բանը այսինքն հայտնվեցինք Ռուսաստանի փեշի տակ, չէ՞, դուրս չենք եկել, բայց ավելի խոր ընկվեցինք էլի այդ մութ աշխարհում։ Եվ ես այս ամեն ինչը պայմանավորում եմ սոցիոլոգիական այս հետազոտությունների արդյունքով, որով մեր իշխանությունները պարբերաբար հետազոտություն են անում եւ հասկացել են 20 թվականի պատերազմից հետո եւ Արցախի հայաթափումից հետո Եվրոպական միության, հատկապես երբ որ եվրո դիտորդները եկան եւ սահմաններին կանգնեցին, դրանից հետո եկեք անկես լինենք բաները, այդ դեպի Հայաստան, ադրբեջանական այդ ներխուժումները դադարել են։ Մարդկանց մոտ բնականաբար այն անգամ մարդիկ ովքեր փորձագետ չեն, իրենք են հասկանում, չէ՞, նա եվրոպացիները եկան, էլ ադրբեջանցին թուրքը բան չի մտնում։ Այսինքն անվտանգության որոշակի երաշխիքներ տեսան։ Եվ սոցիոլոգիական վերջին հետազոտություններն ցույց են տալիս, որ մեր հայ հանրության մոտ պահանջ կա դեպի Եվրոմիություն գնալու, մեր կյանքի որակը բարելավելու եւ այդ եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու, որովհետեւ դրանք ամենաբարձր ստանդարտներն են, եկեք ընդունենք, դա փաստ է։ Հիմա այդ կարիքը, այդ պահանջը, այդ քաղաքական պահանջը բավարարելու նպատակ կա իշխանությունների կողմից, իրենք այլևս չեն կարող բանը անվտանգությամբ, թուրքասիրությամբ, ռուսահպատակությամբ, ադրբեջանասիրությամբ, չգիտեմ ինչով ձայն քերել հանրությունից, հետեւաբար Եվրոպան է մնացել, չէ՞, ժողովուրդը ուզում է։ Բայց քանի անգամ կկարողանան նույն խաղաթղթով գնալ եւ քվե խնդրել։ Դուք Սերժ Սարգսյանին հիշատակեցիք, բայց մենք տեսանք, չէ՞, ինչ տեղի ունեցավ։ Սերժ Սարգսյանը 2 ժամկետից ավել չկարողացավ ըստ էության շարունակել։ Սպառնալու է նաեւ մեր Հենց դա եմ ասում, հիմա ասել, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա այդ խաղաթուղթը անընդհատ օգտագործել, այդքան էլ այդպես չէ, պարոն Սահակյան։ Միջև նա օգտագործել է եւ հաջողությամբ ստացվել է,
եւ ես կարծում քանի դեռ ստացվելու է, այդքան էլ օգտագործելու են։ Հենց դրա համար էլ, ահա նաեւ մեր մյուս հարցի, ձեր մյուս հարցի պատասխանը, թե ինչու այդքան թուղթ ստորագրելուց հետո բա ինչու գործնական քայլեր չեն անում, չէ՞, ըստ էության։ Հենց դրա համար գործնական քայլեր չեն անում, որովհետեւ ամեն անգամ որ գնան Գերմանիա, ասեն, ահա ձեզ բերում ենք վիզաների ազատականացման ռեժիմ, չնայած SEPA-ով մենք այդ վիզաները Եվրոպայի հետ վաղուց ազատականացրել ենք, ստորագրել ենք, թուղթ համասը հստակ պատրաստ է, ռատիֆիկացրել է մեր ազգային ժողովը, այն այլևս իրողություն է։ Դա պետք է վաղուց գործեր, ինչու չի գործում, դա այդ բոլոր հարցերը մեր իշխանությունն են պետք է տանք։ Եվրոպացիներին պետք է հանգիստ ունենան, իրենք իրենց համաձայնությունը տվել են վաղուց։ Հիմա չի ստացվում, որ դուք թերագնահատում եք մեր ժողովրդի մտավոր ունակությունները, ճիշտ հասկանալու խնդիրները։ Եթե պետք է անընդհատ հանրությունը գնա նույն խաղաթղթով եւ ընտրի այդ իշխանություններին, չի ստացվում, որ հանրությունը չի հասկանում մեծ հաշվով ինչ է կատարվում։ Հանրությունը ոչ թե չի հասկանում, հանրությունը մեծ հաջողությամբ մանիպուլացնում են իշխանությունները, կիրառելով հենց այն հիբրիդային պատերազմի ռուսական կողմից այդ բանարվող էլի, այդ գեղեցիկ դրանք այնքան գեղեցիկ եւ այնքան չգիտեմ ոնց ասեմ էլի, այնքան հաջողությամբ է, մեծ հաջողությամբ են նրանք կիրառում, որ մեր հանրությունը ամեն անգամ կներեք, բայց ուտում է այդ կուտը։ Ամեն անգամ ընտրությունների եւ Սերժանը դա հաջողությամբ օգտագործել եւ Նիկոլն է հաջողությամբ օգտագործում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը եւ իր բանը փոքրամասնություն ԿՊ-ն իրենք ամենառուսասեր քաղաքականություն են վարել մինչ օրս, բայց իրենք հանրության մեջ եւ ամբողջ աշխարհում իբր հայտնի են որպես եվրոպամետ։ Բա դա մանիպուլյացիա չի, մանիպուլյացիա է։ Ոչ Լևոն, ոչ Քոչարյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ռուսական զորքերը չեն հայտնվել Արցախում։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ հայտնվեցին Արցախում եւ մենք Արցախը կորցրեցինք, ինչը այս վերջի 30 տարիների Ռուսաստանի մեծագույն ձեռքբերումներից մեկն է։ Ինքը անընդհատ ուզում էր եւ չէր ստացվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ռուսասեր, ռուսահպատակ, ռուսական շատ սպասարկող քաղաքական գործիչ է, թե ոչ։ Ես կարծում եմ միանշանակ, անկախ այնից թե նրան մասին ինչ են ասում Սալավյոնները եւ Պուտինները։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պատերազմը պարտվեցին, դրա համար էլ հայտնվեցին պարոն Սահակյան, ինչ է։ Պարտվեցին, ով էր երկրի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն է։ Ինչու պատերազմը սկսվեց, ինչու դա դիվանագիտական մեթոդի միջոցներով բանջարեցին, չէ՞, չերկարացեցին։ Ինչ մենք տեսանք այդ փաստաթղթերը, երբ որ մենք այնտեղ տեսանք, որ հայկական այն ինչ որ ասում են մեզ իշխանությունը, ասում են մենք բանակցային բաներով ամբողջությամբ պարտվել ենք, ամբողջ աշխարհը ճանաչում էր դա Ադրբեջանը, մենք տեսանք որ դա սուտ էին խոսում, պարզ պրիմիտիվ սուտ էր։ Տեսանք որ ամբողջ աշխարհը չէր ճանաչում դա Ադրբեջանի տարածք եւ տեսանք որ Նիկոլ Փաշինյանը հրահրել է հրաժարվելով այդ բանակցային բաները թույլ տալով Ադրբեջանին կեղծ պատերվակ ստեղծելով, որ նա պատերազմ սկսի մեր դեմ, որն էլ բերեցին կառավարելի պարտության։ Հիմա այդ ամեն ինչը այնպես կողքից որ նայում ենք, ինչ ենք մտածում, կարծում ենք Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան փայլուն դիվանագիտություն էին վարել այդ տարիների ընթացքում եւ Նիկոլ Փաշինյանը եկավ այսպես ամբողջ ջուրը գցեց։ Շատ բարձր բաներով պետք չի անվանել, օրինակ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարած դիվանագիտությունը ամենևին փայլուն չի եղել, բայց ոչ, իհարկե այդպես չի ստացվում, փայլուն չի եղել, նրանք մեծագույն բաստողումներ են արել։ Օրինակ Քոչարյանը եկավ ասեց բանը Արցախին հանում ենք բանից, բանակցությունների սեղանից, որտեղ ես Ղարաբաղցի եմ, բայց լավ ով պետք է եւ Քոչարյանի այդ փայլուն դիվանագիտության շնորհիվ հայկական կողմը բանակցությունների սեղանից մեկ սուբյեկտով պակասեց։ Դա հիմա փայլուն է, թե փայլուն չէ, կարծում դա բան էր, հայկական շահերի ոտնահարում էր։ Այսինքն նրանք ամեն մեկը ինչ որ մի վնաս տվել է հայությանը, բայց այս աստիճանի վնաս ոնց որ Նիկոլը ոչ մեկ չի կարողացել։ Իրանք երեքով իրար հետ այսքան ստորություն եւ այսքան հայկական շահերի հանձնում ճշնամուն չեն արել միասին։ Բայց այդքանով հանդերձ նրանք կարողանում են բանակցությունները վարել այնպես, որ պատերազմը չսկսվի։ Դա էլ է իրողություն։ Փաստերով խոսենք էլի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Սահակյան, Ռուսաստանից հայտնում են, որ պատրաստ են խորհրդակցել Երևանի հետ Թրամփի ուղի նախաձեռնության պարամետրերի եւ Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին։ Ռուբինյանն էլ այսօր հայտարարել է, որ ռուսական ներգրավվածություն չի քննարկվում։ Հիմա դուք ո՞ր կողմին եք հակված հավատալու։ Բնականաբար Ռուբինյանը ստախոս է, խափում է, որովհետև ռուսական կողմը ըստ էության քննարկում է։ Թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ իրանական կողմը շատ կտրուկ դեմ է արտահայտվել բանին, այդ տրիպ կոչվածին, եւ նրանք ասել են, որ տրիպը ըստ էության իրանական կողմը պաշտոնական մակարդակով այդպիսի կտրուկ հայտարարություն չի արել։ Ես այսօր լուրերով կարդացի, որ հայկական լրատվամիջոցներով այդ մասը քողարկված է, բայց իրանալեզու բաներով հստակ գրված է, որ բառացիորեն ցիտում եմ, ինչ ասել Իրանի ներկայացուցիչը մեր դեսպանին Պարսկաստանում, ասել է տրիպը նույն Զանգեզուրի միջանցքն է ըստ էության եւ դրան մենք դեմ ենք։ Իսկ դա այդ քննարկումը եղել է սրանից առաջ բանը Ռուսաստանի եւ Պարսկաստանի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակում հանդիպել էին եւ քննարկել էին, որտեղ քննարկել են ոչ միայն հյուսիս-հարավ ճանապարհը, ինչի իրենց սովորական քննարկումների շրջանակներ, այլև արևելք եւ արևմուտք, որի շրջանակներում տեղավորվում է տրիպը։ Հետևաբար վերջին մանրամասները ըստ էության նաև տեղյակ են պահել իրանական կողմն էլ հիմա իր դժգոհությունն է արտահայտում։ Դա բողոքն է, բողոք արտահայտվելու ձևերից մեկն է, երբ որ մեր դեսպանին ուղիղ եւ հստակ ասում են, այն քաղաքականություն, որ դուք վարում եք, դա մեզ համար անթույլատրելի է։ Անթույլատրելին է, դեն այլ կերպ ասած, այդ կարմիր գիծն է, որ ասում են, չէ, մենք հողի վրա բան ինչ-որ սես տերմիններ կան, չէ, հիմա շատ օգտագործում են։ Չեք Ռուբինյանին հավատալու, Ռուբինյանը սրանել է Ռուբինյանի անձը չէ, եկեք Ռուբինյանը սրանել է պատասխանել, ասել, որ Ներողություն թույլ տվեք այս մասը ավարտեմ, խոսքը ոչ թե Ռուբեն Ռուբինյանի անձն է, խոսքը այն քաղաքականությունն է, որ վարում են մեր իշխանությունները։ Իրենք բարբերաբար ամենօրյա ռեժիմով խափում են մեր հանրությանը եւ հաճոյանում են բոլորին, ով որ նրանցից ինչ-որ բան է ուզում։
Նույնը կասեք նաև Փաշինյանի առաջարկի մասին Ադրբեջանին ուղված, որ զուգահեռաբար փակեն արևմտյան այսպես կոչված Ադրբեջանի եւ արցախցիների վերադարձի թեման։ Իհարկե, դա աբսուրդ է, դա պարտվողականության, դա հանձնվող, դա ռացիոնալ տրամաբանության, դա անգամ վիրավորական է։ Ոնց ասեմ, էլի, ես չգիտեմ, մարդու ինտելեկտը վիրավորվում, մարդ, չգիտեմ, նորմալ չի դա։ Մտածածին ինչ-որ մի բան, օդի մեջ ստեղծված հնարավի արևմտյան Ադրբեջանը դնում են բաների հետ տեղահանված, այնտեղ կոտորված Բաքվում, Սումգայիթում, չէ, Լեռնային Ղարաբաղում, Արցախում մենք այդքան ապրում ենք, հարյուրավոր, հազարավոր տարիներ մենք այնտեղ ապրում ենք։ Մեկ էլ այդ նույն այդ кейսը հանում դնում են բան Արևմտյան Ադրբեջան այդ կոչված այդ кейսի հետ, որը մտածել են մի քանակի բան Իլհամ Ալիևի կաբինետները նստած են սուրճ խմելուց բան ասել են դե բերեք սանը դնենք Արևմտյան Ադրբեջան։ Լավ, ինչպես պայքարել ադրբեջանական այդ նարատիվի դեմ։ Ադրբեջանական այդ նարատիվը ստեղծվեց այն բանից հետո, երբ որ Արցախը հայաթափվեց, եւ նոր այդ բանը սկսվեց էլի Ադրբեջանի կողմից։ Այսինքն երբ որ մենք անընդհատ նահանջում ենք, անընդհատ ընդունում ենք Ադրբեջանի այդ հարձակողական այդ հռետորաբանությունը, անընդհատ նահանջում ենք, ինքն էլ անընդհատ հարձակվում է։ Հասկացա, հիմա դրա դեմ առնելու համար, դրա դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է մեր տնտեսությունը հզորացնել, մեր ռազմական կարողությունները հզորացնել, որ Ադրբեջանը հասկանա մեկ օր առաջ ինքը պետք է հասկանալ, որ չարժե հարձակվել եւ բաներ անել, անունինչ այդպես ոտնձգություն է անել հայկական կողմի վրա։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ չի պատրաստվում տանկերով կամ ռազմական միջոցներով հարձակվել կամ Հայաստան գալ, այլ մեքենաներով են գալու իրենք։ Ադրբեջանի նախագահը, այդ հանցագործը, այդ մարդասպանը հայտարարում էր, բան միջև հայաթափումը 23 թվականի, ասում էր վերջ, դե Արցախի հետ կապված մենք էլ խնդիր չունենք, ոչ հայերի հետ ունենք, ոչ Արցախի հետ ունենք, մեզ մեր 7 շրջաններ հետաքրքրում։ Դրանից հետո ինչ արեց։ Մտավ եւ ոչնչացրեց, չէ, ամբողջ հայկական Արցախը։ Ոչնչացրեց թե չէ, ոչնչացրեց։ Հիմա բանը դուրս է գալիս բանից Սև լճից հայկական տարածքից դուրս է գալի, չէ, Վարդենիսից դուրս է գալի, չէ, Ջերմուկից դուրս է գալի, չէ, Տավուշում։ Դուրս չեն գա։ Դուրս չեն գա։ Նրանց միջև չոչնչացնենք եւ հետ չմղենք այնտեղից, իրենք դուրս չեն գա այնտեղից։ Ոնց որ ասեք արևմտյան բանը Հայաստանը, հեսա Թուրքիան կտա մեզ ինչա բանը Ամերիկան ճանաչեց հեղափոխությունը։ Հետ տվեցին մեզ արևմտյան Հայաստանը։ Ոչ, հետ չեն տալու։ Միջև դու չնվաճես քո իրավունքները, նվաճում ես։ Ոչ ոք հենց այնպես քեզ ոչինչ նվեր չի տալի։ Շատ լավ, ամփոփելով մեր հարցազրույցը, պարոն Սահակյան, ինչ տպավորություն ունեք Գարեգին Բ-ն կհեռանա։ Իշխանությունները ունեն բոլոր ռեսուրսները Գարեգին Բ-ին հեռացնելու համար, բայց դրանք ոչ լեգիտիմ են, ոչ օրինական են։ Ապօրինի գործիքակազմով, ըստ էության պետք է հասնի, որովհետև այն գործունեությունը, որ ծավալում է Նիկոլ Փաշինյանը ընդդեմ եկեղեցու, դա ամբողջությամբ հակասահմանադրական գործողություն է։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ աշխարհիկ իշխանությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերին։ Այդ սահմանափակումը միայն աշխարհիկ իշխանությանն է վերաբերում, այսինքն հոգևորին թույլատրված է խառնվել քաղաքականությանը։ Այո։ Ինչու, որովհետև պետությունը դա բռնություն գործադրող միակ ինստիտուտն է, հա, պետության շրջանակներում այս հանրության այս ընդհանրապես բոլոր պետությունները միակ բռնությունը կիրառող լեգիտիմ իրավունք ունեցող այդ սուբյեկտն են, էլի։ Եկեղեցին օրինակ չունի ԿԳԲ, եկեղեցին չունի բանակ, չէ, չունի բաներ, հրթիռներ, որ սենց սխմի նախագահականը տրակի, չէ, ասենք, կամ բանանի այդ հատուկ ծառայությունները ոնց են, չէ, գնացել են ինչ-որ տներում, չգիտեմ, զուգարաններում, որտեղ որ ձայնել ազդեցություն ունի եկեղեցին։ Բա իհարկե, եկեղեցին քաղաքական սուբյեկտ է։ Երբ որ այդ մասին ցես փորձում են ասել, դա ինքան մի քիչ աբսուրդային է հնչում, բայց դա փաստ է, էլի, եկեղեցին մեծ քաղաքական ազդեցություն ունեցող գործոն է։ Տեսեք մեր հարևան Վրաստանում ինչ ներքաղաքական մեծ ազդեցություն ունի իրենց եկեղեցին, իրենց հոգևոր հայրը իշխանության դիմության պայքարում։ Ունի թե չունի, բնականաբար ունի։ Հայաստանում ունի թե չունի, բնականաբար ուներ։ Ուղղակի մեր կաթողիկոսը ինքը համակերպված, sense շատ լավ յոլա են գնում եւ փող են աշխատում։ Միջև էս բանը Փաշազադեի այդ հայտարարությունը, որ հայ առաքելական եկեղեցին բանը վտանգավոր է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Միջև այդ Նիկոլը եւ մեր կաթողիկոսը նույնպես լավ յոլա են գնում, ոչ մի խնդիր չկար։ Նկարվում էին, հանդիպումներ էին անում, բան գնում գալիս էին։ Մեկ էլ Փաշազադեն ասեց եւ ինքը դա հայ դարձավ բան թշնամի։ Հետեւաբար եկեղեցին պետք է հասկանալ եւ ընկալել ինքը քաղաքական մեծ ազդեցություն ունի եւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական process-ների վրա,
որովհետև մեր եկեղեցին ոչ միայն ինքը Հայաստանում է գործում, ինքը ամբողջ աշխարհում որտեղ հայեր կան, այնտեղ գործում է, ինքը ահռելի մեծ ցանց է, ազդեցություն ունի, ինքը կարող է անկախ այն բանից, օրինակ Հայաստանը կարող է այլ քաղաքականություն վարել իր հարևանների նկատմամբ, մենք տեսանք, չէ, որ մեր հոգևոր առաջնորդը գնացել էր Եվրոպա եւ այնտեղ կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչների հետ քննարկում էր, որ Արցախում հայկական եկեղեցիները ոչնչացվում են Ադրբեջանի կողմից։ Հենց դա դարձավ այն անջրպետը, որտեղ Հայաստանի իշխանությունները հրճակեցին եկեղեցին թշնամի եւ փորձում են դրա դեմ պայքարել։ Հիմա սա հակասահմանադրական գործունեությունը Նիկոլը սրա համար պետք է դա այն 10 եպիսկոպոսները ինչու միացան այս հակասահմանադրական գործողություններին։ Եթե հիշողությունը չի դավաճանում, իսկ այդ բարագայում չի դավաճանում, այդ 10 եպիսկոպոսները այսպես թե այնպես մեր եկեղեցուց ոնց որ մերժված եւ իրենցից կներեք այդ տերմինի համար աբիժնիկ էին, հա, իրենք բան են։ Միշտ այդպես դե կճանին հələ հիշեք ինչքան այն ժամանակներ ոնց էինք քարկոցում ենք, չէ՞, իր Bentley-ով վարքի ակնհայտ ոչ եկեղեցական վարքի համար, չի, ինքը ինչ հոգևորական չէ, ասենք Bentley-ով տես իր համար խուժան տղա էր, էլի, ասես գնում գալիս հանցագործ բաների մեջ էր, գնում էր ինչ որ ներկայացնում էր բաներ անում, ռազմորկաների մեջ էր հայտնվում բաներ անում։ Հիմա այդ մարդը հայտնվել է Նիկոլի կողքին։ Այդ նույն մարդը Նիկոլը բաներ անում, ասում է որ դու հոգևորական չես, դու մեր եկեղեցին ես արատավորում բան ես անում, հիմա եկել նստել է Նիկոլի կողքին։ Լավ, Արցախի թեմի առաջնորդի մասով ինչ կարող եք ասել այդ համատեքստում։ Չգիտեմ, այդ մարդը ասում Ուրացավ Արցախը այդ մարդը։ Ըստ էության այո, փաստացի այո։ Չի ուրացել։ Հիմա ինքը ինչ է անում Արցախի հայերի համար։ Արցախցիները այստեղ սոցիալական, տնտեսական լրջագույն խնդիրներ ունեն։ Տան ապրելու բանի գոյատևման հարցեր ունեն։ Ինչ անում Արցախի հոգևոր առաջնորդը արցախցիների օրը իրենց կյանքը թեթևացնելու համար։ Ինչ որ բան անում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։